արդեն չեն էլ բանանում, ուզում, չեն էլ փորձում ապացուցեն, որ իրանք թալանչի սրիկաս տահակ են, կներեք այս բառակապակցությունների համար։ Իրանք հիմա ուրիշ խնդիր են դրել, իրանք վարչապետը Ֆրանսիայում 3 միլիոն բանով եվրոյով տուն է գնել։ Ասենք մեր կողը դաշնակ մաշնակ կա Ֆրանսիայում, տանում են 3 եվրոյով կայք են բացում մի շաբաթանոց, մեջը ինչ զառանցանք ասես դնում, դե արի ապացուցի, որ ասում եմ, այս մարդիկ քոչարյանասերժական ստահակ զանգված էլ չել փորձում ապացուցի, որ իրանք բան են։ Եվ մենք կոռեկտություններ պահելով սխալվում ենք։ Օրինակ մենք չենք արձանագրել պաշտոնապես, որ Ռոբերտ Քոչարյանը կաշառակեր է։ Եվ դա արձանագրված է դատարանի որոշմամբ։ Որովհետև մարդը գնացել է իր դեմ կաշառքի գործը, ասել է վաղեմության ժամկետ կիրառեք։ Դա տեղի է ունենում այն ժամանակ, երբ որ ինքը խոստովանում է, որ ինքը կաշառակեր է։ Հիմա Հայաստանի Հանրապետության դատական համակարգում պաշտոնապես արձանագրվել է, որ Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահի պաշտոնը զբաղեցրած անձը կաշառակեր է։ Թողնան դատի տան։ Հիմա սրանից հետո ես երբ ելույթ ունենամ Ռոբերտ Քոչարյան անունը հնչի, ասելու եմ կաշառակեր Ռոբերտ Քոչարյանը եւ այլն եւ այդպես շարունակ։ Լավ, ամեն ինչին չափ կա, սահման կա։ Ամեն ինչին չափ կա, սահման կա։ Վարչապետը վիլա է առեբանում։ Իրանք էլ չեն ժխտում, որ բանում Հունաստանում բան կղզի ունեն։ Իրանք այլևս չեն կարող պաշտպանվեն, որ իրանք թալանչի կաշառակեր են։ Իրանք ուզում են ցույց տան, որ դե իրանք էլ են, իբր մենք էլ ենք թալանչի կաշառակեր, չեք հասնի այդ նպատակին, որովհետև ամեն մի անհեթեթության հետևից